կազմը ձեր կարծիքով։ Նույն հարցի հետ կապված կարծում ավելացնելու շատ բան չունեմ, որտեղ ինչ-որ գործընկերների կողմից արդեն մանրամասն ներկայացվեցին հնարավոր բոլոր տարբերակները, բնականաբար միակ բանը, որ կարող եմ ավելացնել, վատ հարցին պատասխանել, էլի, իսկապես մեզ վարժեցնում են այդ խնդիրը, որ այդ խնդիրը չկա, կամ հետզհետե չկա այդ խնդիրը, հանրային խոսքից դուրս է գալիս։ Այդ հարցին, թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ, զուտ կարող եմ ասել, որ մի բան կարող եմ ասել, որ ամեն դեպքում այս բոլորը մեխանիզմների մասին, որ օրինակ նշվեցին, նաև մեխանիզմները իրականում շատ կան, նաև ԵԽ շրջանակներում ունենք մեխանիզմներ, ՄԱԿ-ի շրջանակներում ունենք մեխանիզմներ, հատուկ մանդատով ինչ-որ բաներ կան, high commissioner-ներ ունենք, հատուկ հանձնարարություններով մանդատակիր պաշտոնատար անձինք ունենք, նաև աշխատանքային խմբեր կան, շատ կան, իրական որ թվարկենք, բավականին մեծ քանակությամբ մեխանիզմներ զուտ խնդիրը այստեղ է նա, որ շատ դեպքերում այդ մեխանիզմների էֆեկտիվ գործարկման համար պետության ներգրավվածությունը ուղիղ շատ կարևոր է արդյունավետ գործարկման համար ԵԽ-ի շրջանակներում, նույն ՄԱԿ-ի շրջանակներում եւ այլն։ Բնականաբար հնարավորություն կա դա ինդիվիդուալ կամ ՀԿ-ների կամ ակտիվ մարդկանցների պաշտպանության զբաղվածների ջանքերով անելով, բայց ցավոք սրտի դեռ էֆեկտիվությունը չի ունենա, ինչ որ կունենա պետության կողմից դրանք առաջնորդելու կամ աջակցելու դեպքում։ Բայց դե բնականաբար կարծում եմ այդ մեխանիզմները ամեն դեպքում գործարկել պետք է շարունակել ու անընդհատ պետք է շարունակել, երևի նույնիսկ հիմա ավելի շատ։ Հանն Արտարոսյան պետք է ասել, որ քաղաքական բանակցություններում այդ հարցը բարձրաձայնվում է նաև Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ։